Ողջույն բոլորին, այսօր ձեզ ինձ հետ տանում եմ փորձելու վաֆլիներ, համոզված եմ, հիմա շատերդ մտածելու եք ավելի հետաքրքիր բան չկար փորձելու, բայց ձեզ հավաստիացնում եմ, այսօր փորձելու ենք Փարիզի ամենաօրիգինալ վաֆլիները, դե ինչ, գնացինք։ Ահա եւ մեր առաջին հասցեում ենք, եկել ենք փորձելու Լագոստի վաֆլիները։ Այո, Լագոստն արդեն ունի վաֆլիներ, որ կարող եք փորձել Փարիզում։ Ուրեմն սա կարճաժամկետ համագործակցություն է Շանգրիլա հոթելի հետ, բացվել են իրենք ապրիլի 30-ին, հոթելի մուտքի մոտ է, բաց հոթյա, կարող եք գալ եւ օգտվել իրենց վաֆլիներից։ Իրենք առաջարկում են նաեւ իրենց ֆիրմային պահպաղակները, նույնպես համեղ են, իսկ վաֆլիները մասնավորապես, բայց լավ իմացեք, սուրճ պատվիրելու հնարավորություն չկա, կարող եք պատվիրել ջուր, հյութ, ունեն նաև իրենց ֆիրմային գեղեցիկ պեչենիները, բայց չունեն սուրճ, դե ինչ, փորձենք վաֆլիները, ես արդեն անհամբեր սպասում եմ, որովհետև այնքան անուշ բույր ունի, որ արդեն չեմ դիմանում, դե գնացինք։ Չգիտեմ, լսեցիք թե չէ, բայց իրենք այնքան էին խրխրթում, որովհետև ինքը իրենից ներկայացնում է լիեժի տեսակի վաֆլի, որը ինչով է տարբերվում սովորական վաֆլից, որովհետև սովորական վաֆլին փխրեցուցիչով է, իսկ լիեժի տեսակի վաֆլին ինքը խմորիչով է ու իր մեջ կան խոշոր շաքարի հատիկներ, նայեք շաքարները կարամելիզացված, որն է տալիս է իրեն յուրահատուկ համ, յուրահատուկ բաղադրություն, նայեք մեջը ինչպեսի գեղեցիկ է ու սա ոչ թե չեպված խմորն է, այ հալած շաքարիկներն են, առաջարկում եմ գաք, փորձեք, ինքներդ համոզվեք, օրիգինալ են, համեղ են, ինչպես նաև շատ ինստագրամյան։ Վերջապես հասանք մեր երկրորդ հասցեն, կոչվում է Մադամ, այստեղ արդեն փորձելու ենք Էյֆելի տեսքով վաֆլիներ, որոնք երկու տեսակ են լինում, հիմա գնանք վերցնենք, փորձելուց կպատմեմ։ Սպասում ենք, որ մեր վաֆլիները պատրաստ լինեն։ Ահա եւ վերցրեցինք մեր համովությունները, մի հատ խնդրում եմ առաջին ուշադրություն դարձրեք այս սմպելիքին, ինքը կոչվում է ուբե լատե, ուրեմն ուբեն ինչ է իրանից ներկայացնում, եթե ծանոթ չեք, ուրեմն ուբեն ինքը կարտոֆիլի նման, հողի մեջ աճող արմատ է, որ ունի բնականից նման գույն, ինքը գույն տված չէ ու ինքը ունի մի տեսակ վանիլային քաղցր համ, և շատ օգտակար է, առաջի անգամ եմ իհարկե փորձելու նման տարբերակով, խնդրեցին, որ անպայման լավ խառնենք, հետո փորձենք, ինքան համով է իսկապես, ես սովորաբար նման սառախմիչքների սիրահար չեմ, եթե նույնիսկ լատե կապուչինո ապա սիրում եմ տաք տարբերակով, բայց այս մեկը իսկապես շատ լավն է ու խնդրում եմ առանձնատուկ ուշադրություն դարձրեք այս փոքրիկ դետալիկին,
Նայեք ինչքան հաճելի է, որ սենց մատուցում են, չգիտեմ դուք ոնց, ես շատ մեծ ուշադրություն եմ դարձնում մատուցմանը, էսթետիկային, որովհետև ճիշտ է, համը շատ կարևոր է, երևի թե առաջնային է, բայց իմ համար ոչ պակաս առաջնային է, նաև ցանկացած դեսերտի, ցանկացած համովության, արտաքին տեսքը Սա ինձ շատ գրավեց, իսկ հիմա ցույց տամ գլխավոր հերոսներին, մի հատ նայեք այս գեղեցկությանը, ասեք որ շատ սիրուն է, շատ համեղ բուրում է, ես վերցրել եմ տրենդից հեռու չմնալու համար, չնայած երևի թե արդեն հոգնեցիք ինչ որտեղ այդ տրենդից, բայց վերցրել եմ պիստակով տարբերակը և երկրորդը վերցրել եմ լցոնած տարբերակը, Էյֆելի աշտարակն եմ վերցրել, լցոնած տարբերակը շոկոլադե կրեմով, որը շատ նման է նուտելայի, բայց նուտելա չէ, ավելի օգտակար օրգանիկ տարբերակն է։ Ասեմ, որ իրենց մոտ վաֆլիները լինում են երկու տեսակի, լինում են կլասիկ լիեժ տեսակի վաֆլիներ և կրուասանի խմորով թխված վաֆլիները, այս դեպքում ես վերցրեցի երկուսն էլ կրուասանի խմորով թխված վաֆլիներ, որովհետև Էյֆելի աշտարակ, Ֆրանսիա, Փարիզ, իհարկե կրուասան։ Հետևաբար մենք այս դեպքում կփորձենք կրուասանի հիմքովները ու կտեսնենք համեղ են թե ոչ։ Առաջինը փորձեմ պիստակովը, Նայեք ինչքան էլ հարմար է տեղափոխելու համար, բռնել և այսպես պաղպաղակի պես, էսկիմոյի պես վերցնել և ուտել, էլի խրխրթիկ է, որտև կրուասանի խմոր է, ինչպես թարմ կրուասանն է խրխրթում, այնպես էլ ինքը։ Շատ համով է, բավականին համով և հաջողված տարբերակ է, շատ խրխրթիկ է, նայեք ես նենց փոքեմ ձեզ ցույց տամ, նայեք որ կրուասանի պես ինքը ձգվում է միջուկը, որովհետև կրուասանի խմոր է ու բավականին հաջող պատրաստված, կարագի համը լավ զգում ենք, շատ հաջող է, լավ տարբերակ։ Անցնենք երկրորդին, փորձենք լցոնած տարբերակը, լցոնածը արդեն փայլտիկ չունի, ինչպես նկատեցիք, ինչ գեղեցիկ է, արդեն փայլտիկ չունի, բավականին ծանրը արդեն զգում եմ, որ լավ լցոնած է, պետք է զգուշ ուտել, փորձեմ։ Նայեք, ինչքան շատ են լցոնել, շատ համով է, իսկապես շատ հաջողված ինձ թվում է նախագիծը, որովհետև գրավիչ է արդեն իսկ իր արտաքին տեսքով, համեղ է, խրխրթիկ է, ինչպես կրուասանը պետք է լինի, խորհուրդ եմ տալիս անպայման դուք էլ համեցեք, ինքը կենտրոնում է գտնվում քաղաքի, քաղաքապետարանից ոչ շատ հեռու, Մաղեյում, շատ լավ թաղամասում, շատ փոքրիկ փողոցի վրա, որ երևի կողքով անցնեք միգուցե չնկատեք, բայց անպայման հասցեն կգրեմ, պահեք ձեզ մոտ ու եկեք, օգտվեք, ըմպելիքն էլ իսկապես շատ համեղ էր և յուրահատուկ համուներ, անպայման դուք էլ փորձեք և հաստատ չեք փոշմանի, ինձ էլ տեղեկ կպահեք։ Դե ինչ այսքանով կավարտենք այսօրվա մեր համտեսումը, ես կշարունակեմ վայելել այս համովությունները, իսկ ձեզ խորհուրդ եմ տալիս անպայման օգտվեք երկու տեղից էլ, համեմատեք ինքներդ ու եթե հավանեցիք վիդեոն անպայման բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակը, որպեսզի նոր վիդեոների դեպքում միանգամից տեղեկացված լինեք և առաջիններից լինեք, որ պետք է մտեք և տեսնեք։ Մի հապաղեք նաև հետևել իմ ինստագրամյան երկու էջերին, նորից եմ ասում, այնտեղ ժամանակից շուտ տեղեկացնում եմ, թե ինչ վիդեոներ են մեզ սպասվելու, հետաքրքիր ինֆորմացիաներ դեռ շատ է լինելու, այնպես որ հետևեք։ Համբուրում եմ Լիլիթ Ֆրանս։